Վաղ առավոտվանից տեղեկություններ տարածվեցին, որ համատարած խուզարկություններ են սկսվել, որից հետո արդեն տեղեկացանք, որ հակակոռուպցիոնում արդեն բազմաթիվ ձերբակալված անձիկ կա։ Խնդրում եմ մանրակրկիտ պատմեք, թե որտեղից են մարդկանց բերել, որտեղ քիչ առաջ լսեցի գործընկերներին ասեցիք, անգամ մարդիկ իրենց անկողնում պարկած են եղել, տանից առևանգել։ Այո, վաղ առավոտից նույն գործողությունը, նույն այսպես կոչված իբր թե ընտրակաշառք, բարեգործության արգելքներ խախտել եւ այլն, այս անգամ հիմնականում ինչքանով որ մեզ հայտնի է, բերման ենթարկվածները Տաշիրից են, արցախցիներն են մեծամասնությունը, իհարկե ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ, խնդիրը ինչու՞մ է կայանում, մենք կոնկրետ չգիտենք անձանց քանակը թե ովքեր են բերման ենթարկվել, իմանում ենք նրանց հարազատներից, որովհետև որևէ տվյալ, որևէ տեղեկություն մեզ հակակոռուպցիոնը չի տրամադրում։ Հերթականությամբ ասեմ, անձիկ մոտենում են, դիմում են տալիս փաստաբանին, որ մոտենա ներկայանա վարույթ իրականացող մարմին եւ իրականացնի իրենց հարազատի շահերի պաշտպանությունը։ Առաջին էտապ, սկսում են խաբել։ Գնացեք Վաղարշյան, գնացեք Մոսկովյան, եկեք Այգեձոր եւ այլն։ Այդ ընթացքում մարդուն առանց պաշտպանի հարցաքնում են, ցուցմունք են վերցնում։ Հետո ասում են ինքը պաշտպան չէր ուզում։ Նույնը վկաներին է։ Այ օրինակ փաստաբաններից Հովհաննիսյան Վահանը, որ ուներ ձեռքին հարազատի դիմումը 3 ժամ, շուրջ 3 ժամ սպասում էր, որ թողեին մտներ ներս մասնակցել։ Այդ ընթացքում արդեն պիտի առանց պաշտպանի անձանց հարցաքնում են։ Նույնը վկաներին մարդկանց են բերում։ Ես չեմ կարող ասել, թե ինչ քրեական դատավարության, ինչ օրենսգրքի ինչ կանոններով են ղեկավարում, երբ կարելի է վկային վերցնել, դնել մեքենան, ինչ-որ գազել կամ եւ այլ բերել վարույթ իրականացող մարմին, վկային կանչելու հատուկ կարգ կա, ծանոթագրով եւ այլն, վկան իրավունք ունի հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ, անգամ հարազատները ում առավոտյան շուտ եթե անգամ վկայի կարգավիճակով ձերբակալել բերել են ստեղ եւ փաստաբանը մոտենում է, որ մասնակցի իրականացնի շահերի պաշտպանություն, վկային ներս են անում, փաստաբանին ասում են դու գնա, մենք հետո կկապնվենք։ Այդ ընթացքում 12-13-ից ավել են բերվածները, բայց այս պահին շատ են, մենք ամբողջ տվյալները չենք տիրապետում, որովհետև չեն հայտնում։ Մեզ հայտնի տեղեկությունները այն է, որ հարազատներն են մեզ դիմել։ Մենք այդ ձևի ունենք, որ Տաշիրից են, ուժեղ Հայաստան կուսակցության համակիրներ են, աշխատակիցներ, արցախցիներ են եւ այլն, որոնց այս ապօրինությունների շքերթը շարունակում է, այսի վերջ չունի, որ մարդկանց տարական, սահմանադրական իրավունքների խախտումների արդյունքով ես չեմ հասկանում, ինչպես են իրականացնում, քրեական վարույթ են քննում ու հայտարարում են ինչ-որ հանցանքների մասին։ Պարոն Իվանյան, կին կա առնվազն մեկ կնոջ վերաբերյալ ես ունեմ տեղեկություն, որ կա բերված էլի Տաշիրից։ Բոլորը ընտրակաշառքի բարեգործության այդ քրեական Այո, այն հայտնի հաղորդման մանր ասում ուրիշ հերոսի անուն չգիտեն, էտա։ Իսկ հարազատները նկարագրում էին, թե իրավապահները ոնց են մտել տանը, ներկայացել են, չեն ներկայացել, ինչ է էլի տեղ։ Հարազատները ներկայացել են, ասել են, վсё, գնում ենք մեր հետ։ Այդքան բան։ Մենք անգամ չգիտենք բերման ենթարկվածները վկա են բերվել, մեղադրյալ են, ձերբակալված են, դա էլ անգամ մեզ չեն ասում, որ մենք իմանանք։ Հիմա Հովհաննիսյան Վահանը բարձրացավ, այլ փաստաբան այս պահին չկա, բայց շատ անձինք կան, որոնք գտնվում են այդ վարույթ իրականացող մարմնի շենքում։ Սպասում ենք, իհարկե։ Քանի ժամ է սպասում եք։ Առավոտյան քանիսն է հիմա, ժամը 2, առավոտյան 9:30-10-ից մենք ստեղ ենք։ Ու փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել անձամբ։ 1-2 փաստաբան մտել են, դա էլ կախված է նրանից, որ անձը պնդելա, ամեն գնով, չգիտեմ, պնդելա, որ ինքը անպայման պաշտպան է ուզում, երևի մտածել են չեն կարողացել համոզել, որ արի գիտես ինչ կա հրաժարվի պաշտպանից, այդ 1-2 երևի երրորդն էլ Հովհաննիսյանն է, հետո